Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի էլեկտրոնային աճուրդով տրամադրման գործընթացը գործում է 2024 թվականի փետրվարի 1-ից, մինչ օրս օտարվել է թվով 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ եւ դրանց արդյունքում գոյացել է 892 միլիոն դրամ։ Որն ուղղում է պետական բյուջե բնականաբար։ Եթե ձեզ հետաքրքիր է, նաև նոր չափորոշիչներով համարանիշերի վերլուծություն ենք անցկացրել, այո, նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը ընդամենը 3 օր են տրամադրվել կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո եւ 3 օրվա ընթացքում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 միլիոն 400 հազար դրամ։ Որ տեսակն է Ավելի շատ ընդունելի է քաղաքացիների կողմից եւ ավելի շատ վաճառվել է 600 հազար դրամ արժողությամբ համարները։ 224-ից 165 հատ 600 հազար դրամանոց համարանիշ է տարվել։ Համեցեք։ Ուզում վաղտեն թե ինչ ստատուստիկա կարծում են 2-0-ով, 3-0-ով էլ դիտեց այգում վաղ կարել, 2-0-ով 664, մեծ պահանջարկ ունեցող չի։ Որը մի քիչ իրենը դու շրջանի կամասը տեսկանան դեռ այդ կարգի համանել է բանալը պահանջը ուրիշել է կա աչքում վերլուծություն օրինամետ որոշել է նրանք էլ կա։ Իսկ ինչու դուք դա չեք համարում մեծ պահանջարկ ունեցող։ Որովհետև լավ չի նայում 2-0-664 որ դինամիկա Չէ, ես կարծում եմ կան նաև մարդիկ, որոնք ձերպես չեն մտածում, իհարկե դա շատ սուբյեկտիվ է, նաև ձեր կարծիքը, բայց այնուամենայնիվ 0 մի կողմում զրոների արկայությունը արդեն իսկ համարանիշի արժեքը բարձրացնում է, սա պետք է նկատի ունենալ։ Առավել ևս 3 թվից 2-ը ձեր վերած օրինակում կրկնվում է։ Դուք առնվազն 2 հատկանիշ ասացիք, որոնց ուժով կարելի է դա դիտարկել մեծ պահանջարկ ունեցող։ Մի կողմ 2-0, մյուս կողմը 3 թվերից 2-ը կրկնվող են։ Դա արդեն իսկ համարանիշը դարձնում է ոչ սովորական։ Եկեք այդպես ձևակերպենք։ Իսկ եթե չեն համարում, համենայն դեպս գործընկերս նշեց վիճակագրական թվեր, որոնք հակառակի մասին են վկայում, այսինքն հարությունը, եւ ես նշեցի իմ խոսքում, մենք այս փոփոխությանը գնացել ենք ոչ թե այդպես ուղղակի, այլ նաեւ հանրային կարծիք եք հետազոտել։ Եվ այսօր վիճակագրությունը արդարացնում է հանրային կարծիքը։ Իհարկե։ Հենց 3 օրվա փորձը վաճառված համարների ցույց է տալիս, որ կատարված փոփոխությունը կարող ենք համարել արդարացված։